Որտեղ եք աշխատում։ Բարև ձեզ։ Ես թոշակառու եմ, չեմ աշխատում։ Մեկ նկարահանվում եմ։ Երևանից եք։ Այո, Դերասանուհի եք։ Այո։ Դերասանուհի չեմ։ Ուղղակի գնում ենք, սիրողական մենք գնում ենք։ Գրանցվում ենք, հա։ Եկել եք աջակցելու Փաշինյանին։ Այո։ Ինչի համար։ Վայ։ Որ մեզ ազատել է ստրկությունից։ Դուք ստրուկ եք եղել առաջ։ Բա ինչ ենք արել։ Ստրուկ ենք։ Ահա։ Դրանից ազատել ենք։ Նրանց ուղարկել է պատմության աղբանոցը մեր միջոցով, մեր ժողովրդի հետ։ Վերակառուցել է դպրոցներ, մանկապարտեզներ, բակերը, այգիները։ Ձեր հարազատների շրջապատից զոհեր եղել են 44-օրյա պատերազմում։ Տղեն մասնակցել է։ Չէ։ Բարեբախտաբար հետ է եկել։ Երեխեն տղեն օրորոցի մեջներ 40-ի դեռ չկար, աղջիկը 4 տարեկան գնաց։ Ու Փարկասո եկա, որ զինվարժություններ պետք է մասնակցեն, գնար ու տենց ինքը մնաց գործի տեղը չգնաց։ Ահա։ Ուզում եմ ասեմ, Ոնց հասկանում եմ, պատերազմի մեջ չեք մեղադրում գործող իշխանության։ Իհարկե չէ, ես այդտեղ ապրում եմ, ամեն օր լսում, տեսնում եմ, ով է արել է Ղարաբաղի գեներալները, Ղարաբաղի ղեկավարները, արել են մեր ներքին թշնամին, մեր տականքները, ահա, այդպես։ Դրանք են արել։ Հա, սպասի։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Մենք սիրում ենք իրան ու պետք է ինձ անենք, որ ինքը լինի, որովհետև մենք նրանցից գոհ ենք։ 3 հատ անգրագետ եկել են, մեկ ասմա բաները, թոշակները անվճար պետք է բաժանենք, այն մեկը բարերը չի կարում ասի, Անվճար եթե նկատի ունեք Ծառուկյանն այդ տեսանյութը սարքած էր ինքը նման։ չէր։ Չէ, Լավ էլի, իր 78000, չէ, նայեք, ես մեդիայի մարդ եմ, ես ստուգել եմ այդ ինֆորմացիան, ինձ էլ է զարմացել, ստուգել եմ, սխալ է։ Բայց տեսնում ես, չէ, որ այն չեն, այն լիդեր։ Որ կինոներում եք խաղացել, սերիալներում հայկական։ Հա։ Ոյ ամեն տեղ կամ։ Քիչ է։ Դժբախտ ապրուստ, բան։ Եղել եմ, այո։ Ահա, այդ եղել, այո։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։